Շնորհակալություն, Մեսրոպ Մանուկյան։ Իմ հարցի առաջին մասը պարոն Ավինյան ձեզ է, ես ուզում եմ տրամաբանությունը հասկանալ, ոնց եք որոշում, որ կոնկրետ այս հարցը պիտի լինի զեկուցվող, այսինքն Երևանցու համար այս հարցը շատ ավելի կարևոր է, քան օրինակի համար, որ հասարակական կարգին 80 միլիոն դրամ փող եք տրամադրում, որ մտնեն ավտոբուսները մարդկանց տուգանեն, որոշման հիմնավորման մեջ դա է գրված, ուզում եմ մի հատ տրամաբանությունը հասկանամ, Ինչն է հիմք հանդիսանում, ոնց եք որոշում, որ այսպիսի զեկուցվող լինի, այն մեկը զեկուցվող չլինի։ Պատասխանեք, հետո հարցի վերաբերել հարց կտամ։ Պարոն Մանուկյան, ես հասկանում եմ, որ մի քիչ մեր կանոնակարգը հավաքանու եւ նիստի վարման կանոնակարգը միգուցե դժվար ընկալելի է, բայց ունենք զեկուցվող հարց, ունենք զեկուցվող հարցի վերաբերյալ ավականու անդամների հարցերի գրանցում, որոնք որ պետք է ուղղված լինեն զեկուցողին, զեկուցվող հարցի վերաբերյալ։ Ձեր հարցերը այս տեսակ ազատ ոճի եւ ֆորմատի, որոնք որ բազմաթիվ անգամ այս 3 տարիների ընթացքում դուք այստեղ բարձրաձայնել եք, կարող եք տալ հարց ու պատասխանի ժամանակ։ Հուսով եմ համապարփակ պատասխանեցի ձեր հարցին։ Հասկանալի էր, որ իմ հարցն էլ ձեր համար շատ բարդ էր ու ընկալելի չէր եւ նորմալ է որ պատասխանն այտենց անտրամաբանական էր։ Հիմի հարցը հետեւյալն է, նորից հարցը ձեզ է։ Այդ որ ասում եք մենք արտոնություն տալու կարգը դժվարացնում ենք այն շինարարներին, ովքեր նորմերը կխախտեն, այսինքն իրանց համար լրացուցիչ ոնց որ ասած ստեղծում եք պայմաններ, որ իրանք մոտիվացված լինեն, ցանցապատ եւ մյուս։ Այդ նույն հարցի վերաբերյալ պարոն Ավինյան 3 տարի անընդմեջ ձեր հասարակական կարգի վարչությանը նամակ եմ գրում, որ ձեր քթի տակ Ֆիրդուսի շենքը, որ կա 33-րդ թաղամասում ցեխոտ առանց իրանց նորմերը պահելու, առանց ցանցապատ լինելու, իրանք պատմանից բացում տեսնում են, որ այդ վիճակն է։ Ասում եկեք դեմն առեք, ինձի պատասխան են գրում, մենք գնացինք դեպքի վայրում նման խախտում չկար։ Իսկ ավելի ճիշտ ու տրամաբանական չի լինի, որ եթե խախտումը քանի անգամ էլ այդ նույն բանը ասել, հարցը տվել եմ ձեզ, որ եթե շինարարը չի հետևում թքած ունի այդ ամեն ինչի վրա, ուղղակի հնարավորություն տրվի դադարեցնելու իրենց գործունեությունը։ Իսկ մարդու վտանգը, վախը դրանով պայմանավորված լինի, թե չէ հիմի վերջում պրակտիկան ցույց է տալիս, ոնց էլ լինի, վերջում այդ մարդիկ իրենց ամեն ինչն է ստանում են։ Ամեն ինչը շենքը ի սկզբանե տրվում է ուրիշ ինտուիտիվություն, վերջում սնկի պես ջրում եք բոյ է առնում եք, եթե տեղերը չգիտեք, ցույց էլ կտամ այդ տեղերը։ Շնորհակալություն, նման հնարավորություն մեր օրենսդրությունը այսօր մեզ թույլ չի տալիս, բայց նման հնարավորություն նոր օրենսդրական փաթեթում կա։ Մանուկ Սուքիասյան, խնդրեմ։ Տեղում չի։ Դիանա Քերոփյան